Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը պատասխանել է հարցին, թե ինչ է կոնկրետ առաջարկում մեծ տնտեսագետ Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդը գրում է, որ Անդրանիկ Քոչարյանը փորձում է Փաշինյանին հասցնել, թե նախընտրական կարևորագույն զենքը հանձնաժողովի զեկույցը Ալեն Սիմոնյանն արգելում է հրապարակել։ Փաստը նկատում է, Փաշինյանի ձախողումը չի նշանակում, որ Հայաստանի հետ ինչ-որ բան այն չէ, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ հենց Փաշինյանի հետ։ Հրապարակը փոխանցում է, Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա է մեկնել, ժողովուրդն էլ ընդգծում է Հայաստանի կաթնամթերքի շուկան խոցելի վիճակում է։ Փաստը գրում է, որ մարզպետարանից պարտադրում են բուժաշխատողներին ու մանկավարժներին մտնել ավական ու քպի ցուցակ, բայց հրաժարվում են։ Հրապարակը տեղեկացնում է, Հայկ Սարգսյանի հայտարարությունը թիմում վատ են ընդունել եւ անհետևանք չեն թողնելու։ Ժողովուրդը գրում է, քպականները քաղաքական գովազդի համար ռիսկի գնացին։ Հրապարակը նկատում է, որ ԿՊ-ն դարձել է հիմնարկ, որտեղ ամեն ինչ տնօրենն է որոշում։ Իսկ ժողովուրդը հայտնում է, որ ընդդիմադիր падգամավորները հայցադիմում են ներկայացրել ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի որպես զրպարտչի։ Փաստը տեղեկացնում է, որ ապրելու երկիրը առաջադրելու է փառաքարի ղեկավարի թեկնածու։